Կարանք էս ոնց որ ամենաավանդական ստանդարտ օրինակի վրայով գնանք, փորձենք այդտեղ մի հատ կրկնել, բավականին ինքը լեկցիայի արածի նման է լինելու պրինցիպի, բայց երևի ավելի լավ։ Այդտեղ մի հատ, օրինակը բանն է, պատկերացնենք, որ տենց բան ենք, դատավոր ենք, ուզում ենք տենց քննարկում ենք ինչ որ մեկի մեղադրյալի մեղավոր լինել, չլինելը։ Հիմա այստեղ մեր null hypothesis-ը, զրոյական հիփոթեզը, որն է լինելու։ Որ մեղավոր չի երևի։ Մեղավոր չի։ Ահ, Այս Իսկ մի կյանքում բան էլ հարցեմ, օրինակ այդ չենք կարա որպես այդ զրոյական հիպոթեզ վերցնենք մեղավորյա։ Ուզում եմ հասկանամ այդ ընտրությունը չի ու մեղավորի ոնց է որոշվում։ կարանք վերցնենք, ստեղ ավելի շատ ոնց որ բանով ենք, ողջույններ, ստեղ ավելի շատ մոտենում ենք բան սկզբունքով, որ Քանի չի ապացուցվել, հա, անմեղա։ ոնց որ վերցնում ենք այն, ինչը կյանքից գիտենք, սենց ասած, էլի, այսինքն կոպեկի օրինակով կարանք որպես զրոյական հիփոթեզ վերցնենք, որ հուշը ընկնում է 90% դեպքերում, բայց այդ ոնց որ տարօրինակ կլինի, որովհետև մեր տեսածը, մեր իմացած ստանդարտը, սենց ասած, այնա որ հուշ ընկնում է 50% դեպքերում։ Հիմա օրինակի համար տվյալներ, եթե ինչ որ լինեն, այդ տվյալները մենք հիմնականում ինչ կա չկա միշտ ասում ենք դե նորմալ բաշխումից է գալիս։ Դրա համար օրինակ մենք կարող ունենանք մեր զերոյական հիփոթեզ, տվյալները գալիս են նորմալ բաշխումից, ալտերնատիվ հիփոթեզ չէ զրոյականից չեն։ Օրինակ այդ ձևով մոտենանք, էլի։ Բայց ինչ որ ուրիշ խնդրի մեջ, երբ որ բան ավելի ստանդարտ լինի են, օրինակի համար զարգացելու խնդրի մեջ էլ մեր մոտ կլինի զրոյական հիփոթեզը, որ բան տվյալները գալիս են հավասարաչափ բաշխումից, ամեն մեկը 1/6, 1/6, 1/6։ Այսինքն մեր այդ զրոյական հիփոթեզը, այդ զրոյականը հենց ասում է ոնց որ նախնական ինչ կունենայինք, առանց ոչ մի բան անելու, առանց ոչ մի բան տեսնելու, հենց ասած անգլերենով են common sense կոչվածը, այն ստանդարտ մտածածը մեր ինչը կլիներ։ Այս շատ այդ տեսանկյունից ենք էլի սևակերպում զրոյական հիփոթեզը։ Այդ եթե տենց ինչ որ abstract օրինակներում խոսենք, էլի, մեր ունեցած խնդիրներում ինքը շատ ավելի ստանդարտ է լինելու, էլի, զրոյական հիփոթեզ միջինը հավասար է 450-ի օրինակ։ Այտենց ինչ որ բաներով, էլի։ Կամ նույնիսկ այդ ստանդարտ մտածողության տեսանկյունից, օրինակ, եթե ինչ որ դեղ ենք արտադրում, զրոյական հիփոթեզը պետք է լինի, որ դա դեղը չի օգնում։ Զրոյական հիփոթեզ որպես չենք ասի, այս դեղը շատ օգտակար է, որովհետև այդ խլը պետքա ցույց տանք։ Պետքա գործողություն անենք, որ գանք այդ դրան։ Նույնն է, ինչ որ մարդու որ վերցրել ենք դատարան ենք բերել, պետքա ինչ որ գործողություն անենք, որ իրան տանք մեղավորի ստատուսը, ասենց ասած։ Պետքա կարողանանք այդ գործողությունը անել ավելի ճիշտ։ Բայց դրա համար մեր զրոյական հիփոթեզը մեղավոր չինա, ընդդեմ versus հաշմեկը մեր մոտ լինելու է, որ մեղավոր է։ Հիմա այս կոնտեքստում ինչ տեսակ սխալներ կարանք անենք, կամ ընդհանրապես ոնց որ եթե փորձենք այս աղյուսակը վերակառուցել, ինչ հնարավոր սյուժետներ կան։ Որ ինքը մեղավոր չի, վերջում դառնա որ մեղավորյա։ Ահա, То есть ոնց որ հաստատենք մեղավորա, բայց այն դեպքում, երբ որ ինքը մեղավոր չի։ Ու մեկ էլ կարա ինքը մեղավոր լինի, բայց հաստատենք, որ անմեղ է։ ահա, ահա։ Ու 4 տեսակ կոմբինացիա չի եղնում բոլոր հնարավոր դեպքերով։ Եթե մեղավոր է, ասել ենք մեղավոր չի կամ մեղավոր է, այդ կարգել։ Ահա, շատ ճիշտ է։ Այսինքն ինքը կարող է մեղավոր լինի ու մեղավոր չլինի։ Այստեղ ոնց որ սյուներում գրենք թե բան, իրականությունը ինչ է, տողերում գրենք մենք ինչ ենք արել։ Մենք կարող է մերժենք H0-ն ու չկարողանանք մերժել։ Այստեղ կարևորը ոնց որ չենք հաստատում H1-ը, չենք կարողանում մերժել H0-ն։ Այսինքն մեր սխալները եղավ մարդը մեղավոր չի, մենք ասում ենք չէ, մեղավոր չի պնդումը սխալ է, այս մեր կլինի առաջի տեսակի սխալը։
Երկրորդ տեսակի սխալն էլ կլինի, որ մարդը մեղավոր էր, բայց մենք չկարողացանք ապացուցել։ Դե չկարողացանք ապացուցել մի քիչ սխալ անվանում է, բայց կարճ ասած թողեցինք տենց մեղավոր մարդը ազատ գնա։ Այս էլ մեր երկրորդ տեսակ սխալը կլիներ։ Սրանք էլ ուղղակի դե ճիշտ են։ Մի քիչ հետագայի ML-ի բանին եթե միացնելու լինենք, տերմինոլոգիային միացնելու լինենք, ըստ այս մեր գծածին անվանելու ենք հետո confusion matrix, շփոթման matrix, sense ասած, ուստեղ մենք ունենալու ենք, որ այսա մեր մոտ կոչվելու է false positive, եկան, մեղավոր չի, ասում ենք, որ մեղավոր է, հա, ստեղ եթե որպես positive վերցնենք մեղադրելը, false positive, false negative, սխալման չենք ասում positive դեպքը, բայց լավ, իրականում ստեղ positive բառը մի քիչ երևի շփոթացնող է լինելու, երբ որ positive բանը իրականում վատ բանն է, բայց լավ, մի խոսքով տերմինոլոգիային հələ էլի կգանք, ու հա, այս մեր երկու հնարավոր սխալներն են, որ կարող լինեն։ Հիմա բերելով միացնելու մեր ամենապրինցիպի դժվար ու կարևոր գաղափարին ստեղից, P value-ների գաղափարին։ Մենք մինչև այդ ունենք մի հատ significant level alpha-ի գաղափար, չէ՞։ Հիմա, երբ որ մենք սենց ինչ-որ բաներ հաշվելու լինենք, մի քիչ առաջ ընկնելով ենք ես ասում, դե գործնակային տեսանկյունից լեկցիայից գիտենք, բայց որ հաշվելու լինենք, ստանալու ենք մի հատ ինչ-որ հավանականություն, չէ՞։ Հիմա այս հավանականությունը probability անգլերենով, իրան ասում ենք P value։ Եկեք հələ տենց չխորանանք հաշվարկով ոնց ենք իրան ստանում բանման, կարանք անալոգիայի համար փորձենք սենց պատկերացնել։ Հիմա, երբ որ բան արվի, ապացույցներ ցույց տրվեն մեզ, այս դատական գործում, այս դատավորը պետք է ինչ-որ տենց կամ պատկերացնեք ոչ թե դատավորը, այլ օրինակ 100 հատ ժյուրի կա, բարոյձես, այս 100 հատ ժյուրի չէ էլի, ջուրի, 100 հատ տենց մինի դատավոր կա, ու իրանք տենց բոլորը պետք է քվեարկեն ու կարող օրինակ 99-ը քվեարկեն, որ մեղավոր է, մեկը քվեարկի, որ մեղավոր չի։ Հիմա այս դեպքում դատում ենք մարդուն, թե չէ։ Իսկ ինչ եթե օրինակ կարող այս դեպքում ասենք դե հա դատենք, բայց ինչ եթե 90 ու 10 լիներ բաշխումը։ Հիմա մեզ պետքա ինչ որ մի ձև որոշել, թե բա հիմա ոնց ենք շարժվում այս հարցում, չէ։ Այդ ինչ շեմ ենք դնում, օրինակ եթե 95 հոգուց սկսած 95 կամ ավել մարդ ասի, որ չէ ինքը մեղավոր է, այդ դեպքում ասում ենք դե, շո, օքեյ, ուրեմն բան, ուրեմն դատում ենք իրեն։ Հիմա սա մի բանն է, որ պետքա որոշենք, նախապես պետքա որոշենք, կամ կարող է ոչ թե մենք ենք որոշում, այլ այդ ոլորտը, որի մեջ աշխատում ենք, այդտեղ ստանդարտ ինչ-որ ընդունված է, բայց հիմա եկեք այս 95 հոգի ասել, որ մեղավոր է այդտեղը կենտրոնանանք այն կտորի վրա, որ 5 հոգի ասում է, որ մեղավոր չի։ Ու մենք այս 5 հոգու ասածը ըստ էության այնտեղ չենք դնում։ Ասում ենք, դե օքեյ, լավ, գուցե դուք ճիշտ լինեիք, բայց ձեր ճիշտ լինելու հավանականությունը տենց 500-րդ է։ Ես օքեյ եմ այս 500-րդ հավանականության հետ, որ իրականում այս մարդուն չպետք է մեղադրեի։ Այսինքն այս 500-րդը 005-ը իմ առաջի տեսակի սխալն է լինելու, չէ՞։ Առաջի տեսակի սխալը այդ անմեղ մարդուն դատելն է։ Հիմա այդ շեմը, թե ինչքան եմ ես օքեյ, ինչքան կդիմանամ սխալին, ինչքան առաջի տեսակի սխալի հետ եմ ես տենց հաշտ, որ կընդունեմ դա։ Ունեք 100-ից 5 ժյուրիի ասածը բա այնտեղ չդնելը, ասում եմ լավ, ինձ օքեյ է։ 10-ը կարող ասում եմ չէ, էլ օքեյ չի։ Այսա հենց այդ տոկոսը դեպքերի, որտեղ որ մենք պատրաստ ենք սխալվենք առաջի սխալի բանով, իմաստով,
Այդ դա իրականում մեր P-value-ի ներկայացումներից է հենց կակրաս։ Այստեղ ես մի հատ հարց ունեմ, Հայկ ջան։ Խնդրեմ։ Այդ չի դառնա այդ վստահության միջակայքի այդ ծայրակետը չի դառնում։ Հա, ոնց որ վստահության միջակայքերը ու այս բանը P-value-ները շատ ուղիղ կապ ունեն։ Մեկի դեպքում մենք ասում ենք միջինից ինչ որ մի հատ որոշված դելտաների քանակով ընկով ենք գնում ու ասում ենք մեր տվյալների 95%-ը օրինակ այս միջակայքում է ընկնում, այս տեսանկյունից ենք խնդրին մոտենում։ P-value-ի տեսանկյունից մենք խոսում ենք էլի, այստեղ 95%-ը գծել ենք, բայց մտածում ենք այս տակը մնացած 5%-ի մասին։ Իրանք բայց այդպես բավականին էկվիվալենտ են իրար, էլի։ Իժորք մնացածին, ովքեր որ նոր էլ միացան, նորմալ է դեռ ամեն ինչ, այս առաջի վարժությունն ենք նայում։ Հա, շատ բարի։ Ու հա, այս խնդիրը եզրափակելով, ճիշտ մոտավոր եզրափակելով այս խնդիրը, այստեղ այս առաջի տեսակի սխալ, երկրորդ տեսակի սխալ շատ ուղիղ կախված է այս մեր որոշած շեմից։ Եթե օրինակի համար սրա փոխարեն ասեի մեղավորի, եթե 99 ժուրի ասեց, որ մեղավորը նոր ենք դատում, ուրեմն այն դեպքերը, երբ որ տենց մարդը իրականում մեղավոր չէր, բայց դատեցինք, շատ կքչանա, չէ՞։ Այդ պետք է ահավոր ձևի վստահ լինենք, որ իրան դատենք։ Այդ դրա վատայնա, որ ավելի շատ մեղավոր մարդու ազատ կթողենք։ Ոստեղ մեր մոտ միշտ կոմպրոմիս է լինելու, էլի։ ML-ի մեջ այդ կոմպրոմիսը տենց ստանդարտ ինչ-որ ձևերով միանգամից լուծելու ենք, ավելի տենց մաքուր վիճակագրական դեպքերում այդքան մեր ձեռը չի դա, մենք պետքա ստանդարտ ասենք 005-ին հետևենք կամ 001-ին օրինակ հետևենք։ Կախված թե որ ոլորտից ենք։ Ինչքան ավելի վտանգավոր է սխալ անելը, այդքան ավելի փոքր 001 պետքա վերցնենք, էլի։ Եթե պետքա դեղ արտադրենք ու լինի 5% հավանականություն, որը դեղը իրականում վատացնում է, այդ 5%-ը արդեն լուրջ թիվ է, էլի։ Ճիշտ եկեք ասեմ նոր դեղ, ոչ թե ուղակի դեղ, էլի։ Այս ոնց որ անալոգիաների մակարդակով ուղակի։ Այսա հաջորդի մեջ կոնկրետ մի հատ խնդիր կնայենք, այս մի հատ process-ով որ անցնենք, երևի մի քիչ ավելի բան կդարձնի, ավելի շոշափելի կդարձնի։ Դե երկրորդ խնդիրը էլի մեր մոտ տենց բավականին այս ոլորտի համար ստանդարտ խնդիր է, դրա համար տենց մի հատ բանրով է։ 100 անգամ կոպեկ ենք գցում, 60 անգամը ընկնում է ղուշ, կամ գիր, տենց էլ չսովորեցի որը որն է, ընկնում է օրինակ բան, ղուշ, եկեք անուն դնենք։ Հիմա այստեղ մեր զրոյական հիպոթեզը ո՞րն է այս մեր բանին վերաբերյալ։ Ինչ տերմիներով եթե ասենք, կարանք ասենք այս մեր Բեռնուլիի բաշխման պարամետրի համար աճ կամ բինոմիալ ասեմ։ Ինչն ենք վերցնում որպես զրոյական հիպոթեզ։ Ըստ այս տվյալներին կդառնում է կեղծա, չէ՞։ Դե հələ տեսնենք, իրականում ես կարամ, չէ, վերցնեմ շատ բան, սովորական կոպեկ վերցնեմ, երկու անգամ գցեմ ու 100% դեպքերում ղուշ ընկնի։ Հիմա արդյոք կեղծա թե ուղղակի բախտի բերումով սենց եղավ։ Այսինքն ընդհանուր դեպքում վերցնենք, որ քանի որ հիմնականում ճիշտ է լինում, ուրեմն վերցնենք, որ ինքը ճիշտ է, կոպեկը։ Հա, այստեղ մեր զրոյական հիպոթեզը լինելու է 0.5, այսինքն 50% դեպքերում ղուշ, 50% դեպքերում գիր։ Ու իրականում կակրաս հիմա մեր սաղ գործը լինելու է այն, որ օրինակի համար ասում եմ երկու անգամ գցե, երկու անգամ ղուշ ընկներ, կարապատական լինի, կարապատական չլինի։ Հիմա 100 անգամ գցեմ, 60 անգամը էլի զուտ պատահականության հաշվին բան կոպեկը, արդար կոպեկը կարա 60 անգամ ղուշ ընկնի, 50 անգամ չի ընկնելու։ Իրականում բավականին անհավանական է, հենց ուղիղ 50 անգամ ընկնի։ Հիմա մեր սաղ գործը լինելու է տարանջատել պատահականության հաշվին էֆեկտ տեսնելը ու էֆեկտ տեսնելը, որովհետև տակը ինչ որ մի հատ գործոն կա։ Այդ իրականում լրիվ այդ մեր հիպոթեզների թեստավորման գործի էությունը հենց դա է, էլի։ Տարանջատել պատահականություն ու չէ, ինչ որ պատահականության համար մի տեսակ շատ անհավանական է։ Իսկ H1-ը ինչա լինելու մեր մոտ, որ պեն հավասար է ամբողջ 6, չէ՞։
Համաձայն եք։ Որ կեղծա, չէ, դառնումա տենց էտի 0.6-ը ըստ по идее դառնա, որ ինքը արդար չի, թե չէ։ Դե ուզում ենք ասենք, որ բան արդար չի, հիմա բայց sense գրածս ճիշտ է, այսպես որ ձևակերպեմ։ Իսկ եթե ասենք բեն հավասար չի 0.5, այսինքն մնացած դեպքերը Իսկ ինչի տենց ասենք։ այլընտրանքային որպես մնացած դեպքերը վերցնենք։ Այսինքն որ կասկածելի է։ Ահա։ Շատ ճիշտ է։ Իրականում այս սկզբինը դիտմամբ սխալ է գրել։ Ահա, որտեվ եկեք մի հատ բան անենք։ Եթե տենց կողքից ինչ որ մեկին պատմենք խնդրի մասին, ասենք մենք աշխատում ենք բեն հավասար 0.5 հիփոթեզի հետ, մենք մտածում ենք, որ կոպեկը արդար է։ Սկզբնական դա մեր պատկերացումը դա է, ինչի կոպեկին մեղադրենք։ Բայց դրան ընդդեմ ունենք վարկած, որ չէ, կարող է արդար չի։ Այ դրան եթե նայենք, ինչ որ միտեղ գրած լինի բեն հավասար չի 0.6։ Միանգամից տարօրինակ կթվա, չէ՞։ Կասենք 0.6-ը որտեղից հայտնվեց։ Որտեղ այստեղ կարևոր է հիշել, որ մեր գործը այն չի, որ ապացուցենք, որ իրականում կոպեկը 60% դեպքերում ղուշ է գցում։ Մենք տենց ուժեղ բան չենք կարող անենք այստեղ։ Այստեղ մենք այն ինչ անում ենք, այդ ուղղակի ասել, որ չէ 50 չի։ Այս ահավոր կարևոր կետ է, էլի մենք ոչ թե ուզում ենք ապացուցել ալտերնատիվ մի հատ հիփոթեզ, ու այդ հիփոթեզը հստակ ասում է, չէ, գիտեք ինչ 0.6 է հավանականությունը, այտենց բան չենք կարող անենք։ Միակ բանը մենք որ կարող անենք, ասենք որ այս տվյալները դեպքում, այսքան 100 անգամ գցել ենք 60 անգամ ղուշ անգել, սենց բան դե լավ ձև չի սենց բան տեսնեինք, եթե ուղակի արդար կոպեկ լիներ։ Այսինքն մեր քայլը նա որ մենք ասում ենք, չէ, արդար չի կոպեկը։ Ուզում ենք մերժում ենք մեր զրոյական հիփոթեզը, կամ չենք կարողանում մերժել։ Հիմա դրանից հետո կարանք օրինակ հավելյալ հիփոթեզ սարքենք, ասենք մենք անում ենք մեր երկրորդ էքսպերիմենտը, այդտեղ մեր ճիշտ նեղություն էքսպերիմենտը արել ենք։ Մենք առաջադրում ենք երկրորդ հիփոթեզ, որ բանը բեն հավասար է 0.6-ի։ Իսկ մեր ալտերնատիվ հիփոթեզը դեպքում նա որ հավասար չի 0.6-ի։ Ու կարանք օրինակ այս հիփոթեզը աշխատացնենք ու տեսնենք, որ մենք ձախողում ենք մերժել մեր զրոյական հիփոթեզը։ Այսինքն չենք կարողանում ապացուցել, որ 100 անգամ կոպեկ ենք գցել 60 անգամ ղուշ անգել, չենք կարողանում ապացուցել, որ հավանականությունը ղուշ ընկնելու 60% չի։ Այսինքն ստացվում է, որ շատ բնական է այդպես տվյալներ տեսնել։ Դայցա, այստեղ է շատ կարևոր տարանջատում է, էլի, որ մեր մոտ հիմնականում ոնց որ կարակ մտքում պայեք, որ մի հատիկ թիվ ենք տեսնում։ Այսինքն այդ այստեղ 0.5-ը որ տեսել ենք, էլ երկրորդ թիվը այստեղ չի լինելու, այստեղ ուղղակի նշանի հետ կարանք բանանենք։ Կարանք ասենք մեծ ենք, փոքր է 0.5, հավասար է 0.5, չէ, նեղություն հավասար կար։ Ու այս դեպքում հավասար չի 0.5։ Այս կարևոր պահավոր նստի, էլի, մի հատ եկեք հասկանանք սա օքեյ է, թե չէ։ Այստեղ մի քիչ անհարմար եղավ այն առումով, որ p-value-ից ենք խոսում, իսկ այստեղ պարամետրի անունը p ենք գրել։ Կարանք որ չշփոթվենք, բան անեմ, այստեղ գրեմ եկեք k գրեմ օրինակ, կան մի քիչ շատ ռանդոմ է այս դեպքի համար։ Եկեք բան b որպես Bernoulli binom։ Okay, լավ։ Սա ձևակերպեցինք։ Հիմա այս մտքում պահում ենք, որ մենք ըստ սրա ենք աշխատում։ Հիմա արդեն պետքա կոնկրետ բուն գործ անենք, պետքա բուն քայլերով անցնենք։ Հիմա որոնք են մեր քայլերը։ Z-ը պետք է գտնենք, բանուծել։ Շատ ճիշտ է։ Պետքա այս մեր Z statistics կոչվածը գտնենք։ Ինքը ինչա ցույց տալու, կարող եմ միանգամից էլ ասեք։ Okay, լավ։ Եկեք դանդաղ քայլերով գնանք։ Այդ մեր տվյալները ինչքան տոկոսն է անգնելու, էլի, ոնց որ այդ չէր ցույց տալիս։ Ոչ թե ինչքան տոկոսն է, հեսա վերջում բերելու ենք այդ տվյալների տոկոսի գաղափարին։ Այդ ոչ թե տվյալների, այլ բաշխման ավելի շուտ ասենք։ Ավելի շուտ մենք խոսալու ենք ստեղ բանի մասին, թե
ուզանալու ենք մի ձև ընդգծենք, թե ինչքան անհավանական կլիներ այս տվյալները տեսնելը բանի դեպքում, զրոյական հիփոթեզի ճշմարիտ լինելու դեպքում։ Մեր զրոյական հիփոթեզը լինելու էր, որ բանը 0.5-ը, իսկ մած սպասում օրինակ մեր տվյալների պետքա լիներ 0.5, բայց ինքը 0.5 չի, ինքը 0.6 է։ Հիմա ինչքան անհավանական է սա։ Սրա համար կարանք միանգամից մտածենք այն սկզբունքով, թե օրինակ քանի ստանդարտ շեղում n կոմա մեր իրականում տեսածը։ Օրինակ եթե ստե լինի 0.5 ու մենք 0.5-ից տենց մի հատ ծիպուկ փուճուր n կոմ գանք այստեղ, գանք ասենք 0.52-ի։ Այս արժեքը տեսնելու հավանականությունը էլի բավականին բարձր է լինելու։ Բայց իրականում կախված է նաև ոնց որ այս բաշխումից, չէ՞։ Այսինքն այս sense բաշխում եթե ունենայինք, որ 0.5-ից գայինք դեպի այստեղ 0.52, այս արդեն տենց դրամատիկ տարբերություն կլիներ, չէ՞։ Հիմա այսա անելու համար ըստեղ այս դեպքերը տարանջատելու համար մեզ փաստարժեք է պետք, չէ՞։ Մի հատ է այնա, թե լավ, բաս սրանից ինչքան ենք n կողմ գնում, այսինքն մեր մոտ լինելու է սա, այ ներողություն, 0.6 հանած 0.5-ը, չէ՞։ Այսինքն այն ինչ փաստացի տեսել ենք, հանած այն ինչ իրականում կա, այսինքն ինչքան քայլ ենք արել։ Բայց այս քայլի չափը ինքն իրանով շատ բան չի պատմի, որովհետև այս բաշխման համար կամ լավ եկեք, լավ թեկուզ ստեղ, այս բաշխման համար 0.1-ով n կողմ գնալը, հենց, դա նորմալ է, էլի սովորական է, էլի բավականին հավանական է, այս բաշխման համար 0.1-ով n կողմ գնալը կատաստրոֆիկ է։ Այսինքն մեզ տեղ նաև հետաքրքիր լինելու այս բաշխումների ինչ է, որ պարամետրը։ Մատսպասումը չէ, այլ ինչ է։ Ստանդարտ շեղումը։ Ահա, ստանդարտ շեղումը։ Իրենց տեղ ասելու ենք որպես ստանդարտ error, բանձավի տեսանկյունից հեսա գրելու ենք որպես տենց վարիացիայի արմատ, բայց որպես մոտեցում իրականում կարողանանց լինի, որ հստակ վարիացիա չիմանանք բանման, դրա համար տենց ավելի ընդհանրական տերմին ենք ստեղ օգտագործում, ու ներողություն մի հատ բան խափեցի, ու սխալից ոչ թե խափեցի, այլ սխալ ասացի։ Թու, նույն բանները սկսնա։ Վարիացիա հաշվելուց մենք չենք հաշվի առնի քանակը, ստանդարտ շեղումն էլ նույն ձև տվյալների քանակը հաշվի չէր առնում, բայց ստեղ տվյալների քանակը մեծ դեր է տանում, չէ՞։ Օրինակ երկու անգամ կոպեկ գցեմ երկուսն ուղու շնգնի, դե 100 հավանականությամբ տենց բան կարող լիներ։ 1500 անգամ գցեմ բոլոր ուղու շնգնի, դա արդեն լուրջ է։ Այսինքն այդ 2-ը ու 1500-ը պետք է իրենց թույլ տանք բանաձևի մեջ ներս մտնեն։ Իսկ իրենք մտնում են բանաձևի մեջ ստանդարտ error-ի դեպքում, ու ստանդարտ error-ի գրենք ստեղ որպես արմատ հիմա վարիացիան ոնց կարանք հաշվենք, ինքն կոպեկ եմ գցում, էլի պեկ գրեցի գնալու հավանականությունը, իսկ մեր բաշխման պարամետրը 0.5 է, մատսպասումը 0.5 է ստեղ, իսկ վարիացիան ժողովուրդ ըստ էության ուղղակի հարցնում եմ, հիշում եք ոնց էր Բեռնուլիի բաշխման վարիացիայի բանաձևը։ P անգամ 1 մինուս P։ Շատ ճիշտ է։ Այս դեպքում B-ով գրենք, B անգամ 1 մինուս B, հենց այդ էլ կա։ Այսինքն մենք ստեղ ունենալու ենք 0.6 մինուս 0 արմատ 0.5 անգամ 1 մինուս 0.5 0.5 անգամ ուղղակի 0.5 բաժանած այս դեպքում մեր մոտ ներողություն արմատի տակ եմ գրում, դրա համար քառակուսիով գրեմ, բաժանած 100, չէ՞։
Ու սա որ հաշվենք լինում է 0.1 բաժանած 0.5 10-րդ, սա եղավ սա եղավ մի խոսքով 0.0 1-ը բաժան 0.05 է լինում, սա ստացվում է 2, եթե ոչ մի սխալ չհաշվեցի։ Վրոյի ճիշտ հաշվեցի։ Հա, 0.5, 0.1 ստեղ 10-ը գնաց են կողմ, 1/0 բաժան 0.5, հա, կարծես 2։ Ահա։ Այս մեր ստանդարտ այս մեր Z ստատիստիկա կոչված է եղավ։ Այսինքն սա ըստ ինչ է ասում, ասում է, որ իմաց սպասումը 0.5 էր, քո տեսածը 2 ստանդարտ error են կողմա։ 2 հատ ըստ էության հետ ենք, չէ, հաշվել։ Եթե ստեղ են կողմ բերենք, սա ստացվում է 2 անգամ ստանդարտ error։ Հիմա 2 անգամ կարող չներ 3 անգամ, 4 անգամ եւ այլն եւ այլն։ Ահա, 2 ստանդարտ error։ Հիմա հարց է գալիս։ Եթե մենք ասում ենք, որ զրոյական հիփոթեզի ճշմարիտ լինելու դեպքում 0.5 էր, մենք հիմա այդ 0.5-ից 2 ստանդարտ error են կողմ ենք հայտնվել։ Հիմա սա լուրջ տարբերություն է, թե չէ։ Ասենք 0.01 ստանդարտ error-ով են կողմ որ հանդիպենք, դե ոնց որ բախտի բերումով կարող է այդպես բան լիներ։ Իսկ 2 ստանդարտ error հայտնվելը բախտի բերումով ինչքան հավանական է, որ կլիներ։ Այստեղ արդեն տենց այդ տոկոսային բանին են գալիս, էլի այդ հավանականություններին են գալիս ու այստեղ մեր մոտ հեսա հայտնվելու է մեր P value-ն։ Մեր P value-ն, ասում եմ, Այդ եթե 2 ենք ստացել, այսինքն այդ 95%-ներ են գնելու այդ բանի մեջ։ Չէ, ինչ որ տենց բան կար, չէ, որ 68 մեկ ստանդարտ error-ով 68 էր, հետո 95, հետո 98, չէ, տենց ինչ որ բան կար, ճիշտ հիշում եք, չէ։ Այդ շատ ճիշտ եք հիշում, այդ սիգմաների օրենքներ, մի հատ սիգմա, երկու հատ սիգմա, երեք հատ սիգմա, բայց սիգման մեր մոտ մեր ստանդարտ շեղումն էր։ Այստեղ ստանդարտ error ունենք։ Ստանդարտ error-ը ստանդարտ շեղումից նրանով է տարբերվում, որ իր մեջ արդեն էս n-ը հայտարարում կա բազմանդրի մեջ, այժիշտ արմատ n-ը։ Դրա համար ոնց որ այստեղ ուղիղ այդ 95, 99.5, այն մեկի դեպքում 68, այդ դրանք չենք տեսնելու, որտեղ մի քիչ տարբեր է բանաձևը, բայց իրականում քանի որ n-ը տենց շատ մեծ չի այս դեպքում, նմանոտ թիվ ենք ստանալու։ Համարյա հետ ենք ստանալու, էլի։ Այստեղ հիմա մենք պետքա բան անենք։ Կարևոր կետ ֆիքսենք մեր թեստի վերաբերյալ։ Թեստերը իրականում լինում են, կարանք իրենց տարանջատենք հետևյալ ձևով։ Մի կողմանի թեստ, երբ որ մենք ասում ենք արժեքը 0.5 էր ըստ մեր տեսածի, ըստ մեր պատկերացրածի, հիմա մտածում ենք 0.5-ից շատ է, թե չէ։ Այսինքն մեր ալտերնատիվ հիփոթեզը լինում է b մեծ է 0.5։ Կարող է նաև փոքրով լիներ։ Հիմա մեր մոտ երկու կողմանի է թեստը։ Մենք ուղղակի ասում ենք հավասար չի։ Այսինքն մենք համ մտածում ենք, որ ինքը 2 ստանդարտ error դեպի աճ լինի, համ մտածում ենք 2 ստանդարտ error դեպի ձախ լինի։ Նա երկուսն էլ մեր համար այս դեպքում սիմետրիկ բան պայմաններ են լինում, ու երկուսն էլ մեզ հետարքիր են։ Մենք ոչ մեկին չենք շպրտելու մի կողմ։ Այսինքն այս դեպքում մեր մոտ մեր P value-ն ձևակերպվում է որպես հավանականություն, որ z-ի արժեքը մեծ հավասար կլինի, ստեղ եկեք գրենք 2-ից։ Բայց եթե ուղղակի հենց սենց գրեմ, սա կնշանակի, որ այսինքն 2 ստանդարտ error-ը ստեղ էր, այս սրանից վեր են կողմ, այսենց։ Բայց այս պոչի համար է մեզ հետարքիր է, որ եկեք ստեղ գրեմ, սա 0 ստանդարտ շեղում են կողմն է, սա 2 ստանդարտ շեղում են կողմն է, սա -2։ Մեզ նաև բայց հետարքիր է, որ պես z-ը փոքր լինի -2-ից, չէ՞, որ այս մի պոչն էլ տեսնենք։ Մենք հիմա նայում ենք հավանականությունները, որ իրոք սենց բան տեղի կունենա, եթե զրոյական հիփոթեզը ճշմարիտ է։ Հիմա սա կարամ ուղղակի կարճ գրեմ
որպես P մոդուլ Z-ը մեծ է հավասար 2-ից, չէ՞։ Ոնց որ պրոստո այս երկու արտահայտությունը մի նախադասությամբ գրեցի։ Սա էլ կարող ուղղակի գրեմ որպես քանի որ այս երկու պոչն է, սրանք սիմետրիկ են, կարող ուղղակի գրեմ որպես երկու անգամ ու այս աչի պոչ։ Երկու անգամ P Z-ը մեծ է հավասար 2։ Սա մեր P value-ն է լինելու, որը հիմա պետք է բռնենք հաշվենք ուղղակի։ Հաշվենք ասելս աղյուսակից նայենք։ Աղյուսակ ասելս մենք հիմա ստեղ ուղղակի ստանդարտ նորմալ շեղման, ինչ որ կոնկրետ երկու ստանդարտ շեղում են կողմ ստանդարտ էրոր են կողմ եղած, բանի արժեքը պետք է նայենք ըստեյության, էլի։ Այսինքն հաշվում ենք այս մեր դաժան մինուս անվերջից դեպի նեղություն, ստեղ է ճիշտ 2-ից դեպի անվերջ ու ստեղ ստանդարտ շեղման խտության ֆունկցիա, այս ինտեգրալն ենք հաշվում։ Բարեբախտաբար մեր համար նախապես լիքը լավ մարդիկ հաշվել են ու իր մեջից պետքա երկու կամ աղյուսակով լինում է P value-ն ունենք պետքա Z-ի արժեք գտնենք կամ Z-ը ունենք պետքա P-ի արժեքը գտնենք։ Ահա, հիմա ստեղ ձախից Z-երի արժեքները, իսկ ստեղ աչից սա ի՞նչ է ցույց տալիս։ Հիմա այս բանը ոնց մեկնաբանեմ։ Եկեք լավ գամ նենց էջի որտեղ որ մեր ուզածը արդեն կա, ահա։ Հիմա ստեղ ոնց գտնեմ մեր ուզած արժեքը։ Ստողերը ինչ են, սյուները ինչ են, ներսի արժեքները ինչ են, ով կփորձի ասի։ ու ձախից երկուսը պիտի գտնենք, այն կողից էլ վերևի արժեքներից է ամբողջ մասը էլի, այսինքն այս դեպքում այդ դրա հենց աչի արժեքն է եղնելու։ Այո, երազանց շատ ճիշտ է։ Ստեղ մենք ուղղակի նայում մենք կարանք զորակետից հետո երկու նիշի ճշտությամբ գտնենք։ Օրինակ, եթե մեզ հետաքրքրի 1.58-ը, 1.5-ը վերցնում ենք ստեղից, տակը մնում է 0.08, այդ 0.08-ը վերցնում ենք ստեղից, ստացվում է օպ եկանք, այստեղ գրված է նման մեր Z արժեքը։ Այս դեպքում էլ ունենում ենք 0.977 Ահա։ Այս 9.772-ը, բայց ինչ որ լավ մեծ թիվ է, սա պետքա որ միանգամից հարց առաջացնի, այս ինչ էր այսքան մեծ։ Այսինքն այս պոչի մասին ենք, չէ՞, մենք խոսում, այդ ինչ 0.977 Իրականում ուղղակի բան, ներողություն, կետս սխալ դրեցի, 0.977 Իրականում ուղղակի հիմնականում այս բաները, աղյուսակները կառուցած են լինում ոչ թե իմ ասածով, այսինքն որպես ինտեգրալ այս պոչից դեպի անվերջություն, այլ մինուս անվերջից դեպի այդ մեր ուզած շեմ։ Այսինքն այս սա է մեր 0.977-ը։ Այսա գտնելու համար պետք է ասենք 1-ից հանած 0.977 սա մեզ կտա 0.228 Սա մեր CDF-ի արժեքն էր, եթե գրելու լինենք տես բանով։ Ահա, ստացանք 0.228, այսա, բայց ունենք երկու անգամ, ստացվեց, որ մեր P value-ն լինում է 2 անգամ 0.228, էդ էլ տալիս է 2 անգամ 0.228, 0.456, 0.045 ներողություն, ստեղ էլ 0.977, ստեղ էլ մի հատ 0 մոռացել եմ, այսպես։ Ահա, ստացանք այս արժեք։ Հաճան այդ 0.97-ը ոնց ստացանք։ Ահա, այստեղ ստանդարտ նորմալ շեղումից ուզում էինք գտնենք ոնց որ բանը, երկուսից են կողմ արժեք տեսնելու արժեքը, հավանականությունը։ Սա նշանակում էր, որ պետքա վերցնենք բանի, գաուսյան բաշխման բանաձևը ու նայենք այստեղ այս կտորի տակի ինգած մասի մակերեսի բանաձևից օգտվենք, չէ՞, այսինքն ինտեգրալ, որոշյալ ինտեգրալ հաշվենք ըստ էության։ Չէ՞, մեզ այսա էր պետք։ Սա ասենք նույնն է ինչ, ուղղակի 1-ից հանած այս մնացածը, իսկ այսքանը ինքը մեր բանն էր, չէ՞։ Բաշխման ֆունկցիայի կոնկրետ ուղղակի արժեքն է, չէ՞։ Մեր
cumulative distribution function-ի CDF-ի արժեքը երկու կետում, չէ՞։ Այսինքն նորմալ բաշխում ունենք, երկու կետում արժեքն է մեզ հետաքրքիր իրա։ Էս օքեյ է։ Հա, չէ, հասկացել եմ, բայց ահուսակի մեջ այս թիվը ոնց կտանք այդ իր Հա, հուսակի մեջից հիմա բան ենք արել, որ եկեք ուղղակի լիքը տարբեր z արժեքների համար, որ կարող է պետք լինի, կառուցենք աղյուսակ պատրաստի արժեքների։ Հիմա կարենք օրինակ գրենք այդ աղյուսակը որպես 2.001 ու ստեղ z-ի արժեքը իր ասենք 0.977 Հետո 2.002, 2.003 եւ այլն։ Ուղղակի սենց ինքը շատ երկար ցուցակ էր լինելու։ Հիմա ինչ են արել մարդիկ։ Ասել են եկեք բռնենք այսենց երկու մասի կիսենք։ Ձախից գրեմ, հա, ուստեղ բան։ Եկեք մի քանի արժեքը գրեմ 9.774 օրինակ 0.975 Այսինքն հիմա ունենալու է 3 երկարությամբ ցուցակ։ Մարդիկ ասել են եկեք որ ցուցակով շատ ոնց որ շատ բոյին որ չտա, մի քիչ էլ length-ին տանք։ Ասենք ստեղ ձախից գրենք z2.00 ու աջից գրենք 2.00 գումարած ինչ ենք անում։ Գումարած 001 կամ գումարած 002։ Հիմա 2.00 գումարած 001-ը լինելու է այսա, չէ՞։ Ոստեղ այս աղյուսակում լրացնենք այդ համապատասխան արժեքը։ Այստեղ սրա մոտ համապատասխան լրացնենք այս սրա արժեքը։ Ու հիմա ուղղակի այս երկար ցուցակը ներկայացնելը դարձեցինք ավելի տենց վիզուալ հաճելի խնդիր մեր համար, որտեղ որ երկու չափողականության մեջ են զուտ մի քիչ ավելի կոմպակտ է լինում։ Միտքը դա էր։ Ուղղակի եկանք այդ սկզբունքով 2.0.0-ն վերցեցինք, 0.0.0-ն վերցեցինք, որտեղ մեզ ուղղակի հենց 2.0-ներ պետք։ Ու տակը մնաց այս նախապես հաշվարկած արժեքը։ Եթե հարց չլինի, ասեք դե հիմա այս արժեքի հետ ինչ ենք անելու։ Ոնց որ ժուրին չի կարա հելնի ասի մեր որոշումն է, որ 0.056 հավանականությամբ քեզ դատում ենք։ Պետք է ասի կամ դատում ենք կամ չենք դատում։ Անել ասում եմ։ Հա, այսինքն այդ թիվը համեմատում ենք մեր 0.5-ի հետ։ Ահա։ 0.05 գրենք։ Ու նայում ենք սրանից ինքը մեծ է թե փոքր է։ Հիմա այս դեպքում փոքր է։ Այս ինչ կնշանակի։ Որ մերժում ենք հաշիվ 0-ն։ Շատ ճիշտ է։ Այն մեր ժույների օրինակով կարող պատկերացնենք, որ 100 հոգուց, ասում ենք լավ, եթե 5 ժյուրիից քիչ ասի, որ բանա, մեղավորը այդ դեպքում լուրջ կլինի, որ մեղավոր չի, ներողություն։ Հիմա ստեղ կոնկրետ մեր շեմից, իսկ մենք օքեյ էինք 5% հավանականության հետ, որ այս ուղղակի բան իրականում ոչ մի էֆեկտ չկա, հիմա դրանից ցածր է հավանականությունը։ Դրանից ցածրը դե վсё, մերժեցինք։ Ուրեմն մենք ասում ենք, որ չէ, գիտեք ինչ, մենք մերժում ենք այն վարկածը, որ կոպեկը բանը արդար է։ Բայց այդ եկավ նրանից, որ ստեղ վերցնենք 0.01 օրինակ, այս դեպքում միանգամից լիներ, որ չէ, ավելի մեծ է, չկարողացանք մերժել։ Այսինքն մեր եզրակացությունը շատ ուղիղ կախված է մեր ընտրած շեմից։ Ու սա նորմալ է ժողովուրդ։ Բայց չկարողացանք մերժել, այդ դեռ չի նշանակում, որ ինքը արդար է, չէ՞։ Հա, Ասենք, եթե 0.01 վերցնենք, կնշանակեր մենք սկզբնական ենթադրել ենք, որ ինքը արդար է։ 0.01-ի դեպքում ստացվում է, որ չենք մերժում, բայց այդ դեռ չի նշանակում, որ ինքը արդար է, չէ՞։ Իսկ օրինակ 0.05-ի դեպքում, երբ որ դու մերժում ես, նշանակում է հենց ասում ես, որ ինքը արդար չի։ Հա, ոնց որ եթե չկարողանանք ինչ-որ բան մերժել, դրանով ուղղակի ասում ենք, որ մենք ոնց որ որպես հարձակվող չկարողացանք մեր գործը հաջող անենք։ Ոչ թե ասում ենք, դե ուրեմն շո պաշտպանը ճիշտ է։ Այսինքն կարանք բան իրականում օրինակ ստեղ pen վերցրել էի որպես 0.5, հիմա եթե pen վերցնեմ 0.51 կամ 0.49, ու այս նույն հաշվարկներով գնամ
Այսինքն իմ զրոյական հիպոթեզը փոխեմ։ Այս 3 զրոյական հիպոթեզն էլ այս դեպքում 0,01-ի բանով, եթե հաշվարկը անենք, կտեսնենք, որ 3-ի դեպքում է չենք կարողանում մերժել։ Բայց հիմա ոչ ստացվեց, որ 3-ն է միաժամանակ ճիշտ են։ Ու իրականում տենց կարանք լայնոտ ինտերվալ, ասենք ինձ թվում է 0,53 էլ մինչև գնանք, էլի 0,01-ով չենք կարողանալու մերժել։ Այս ամտքում պահելը երևի կարող օգնի, էլի, որ ոնց որ եթե տարբեր սկզբնական արժեքներ բերում են նույն եզրակացությանը, նշանակում է այս եզրակացությունից չեն կարող հակառակ պնդում անենք, ասենք դե այս պնդումները սկզբնական պայմանները ճիշտ են, որովհետև տարբեր են։ Այսինքն ոչ ինյեկտիվ է այստեղ մեր արտապատկերումը լինում։ Եթե մի քիչ տերմիններ հիշենք հնից։ Հիմա այստեղ այս 0,0456-ը որ ստացանք, մի բան որ կարենք անենք, այդ ասենք, չգիտեք ինչ, իրականում մենք բան ենք ուզում անենք։ Մենք չենք ուզում ստուգենք, որ ինքը 0,5 չի։ Մեր հիպոթեզը այն էր, որ ինքը 0,5-ից մեծ է։ Այսինքն կարանք բռնենք մեր հիպոթեզը փոխենք, ավելի տենց ուժեղ հիպոթեզ դնենք այս դեպքում, ուղղություն ֆիքսենք կոնկրետ։ Ուղղություն որ ֆիքսեցինք, արդեն մեր p-value-ն լինում է դեպի այս կողմ ենք նայում, այս ձախ կողմը չկա։ Այսինքն մեր մոտ p-value-ն ստացվում է այս z-ը մեծ է 2-ից, սա ստացվում է 0,02228-ը։ Բանից փոքրը չենք նայում։ Ինչ է։ Երկու անգամով բազմապատկումը չենք անում։ Ու հիմա ստեղ լավ, իրականում այս 0,02228-ը 0,01-ից էլի մեծ է լինում։ Այդ բանը մի քիչ հարմար չստացվեց։ Բայց եթե բան անենք, մի քիչ արժեքները դզեի փչեի, կարայի գա օրինակ նրան, որ երկու անգամ շատը, երկու անգամ փոքրը սրանից փոքր է, երկու անգամ մեծը սրանից մեծ է։ Օրինակ կգանք նրան, որ օրինակ հիպոթեզը փոխելով կարողացանք փոխել եզրակացությունը մեր։ Ինչը արդյունքի տեսանկյունից մեզ կարող ուրախացնի, այսինքն մի դեպքում պետքա հոդված գրենք, ասենք ոչ մի բան էլ չենք կարողացել գտնել բավարար վստահությամբ։ Մյուս դեպքում կասենք եկեք տեսեք գտել ենք, բայց այդտեղ կստացվեր, որ շատ անարդար բան ենք անում, որովհետև բռնում բանը կազմում ենք, էքսպերիմենտը անում ենք, տեսնում ենք չի աշխատում, ասում ենք դե եկեք մի քիչ դզենք փչենք իրականությունը, որ մեր ուզած բանը տեսնենք։ Այսպես բան չի կարելի անել, բայց օրինական նրա, որ շատ հանգիստ ստացվում է, եթե ես ֆայմը մի քիչ թվերը դզած վերցնեմ, որ միանգամից տեսնենք արդյունքը։ Հիմա եթե սրան մոտենանք բանի տեսանկյունից, այսքան միշտ ասում ենք, որ ուղիղ կապ կա, ուղիղ կապ կա։ Մոտենանք սրան կոնֆիդենս ինտերվալների տեսանկյունից, ասխնդրի։ Այսինքն մենք հիմա ուզենալու ենք վերցնել մի հատ ինչ-որ ինտերվալ, որը որ ցույց կտա, թե տվյալների 95%-ը իր մեջ գտնվում է, թե որ տվյալների 95%-ը իր մեջ գտնվի։ Դե այդ ինտերվալի միջնակետը այս դեպքում մեր մոտ պետք է լինի, ու այս դեպքում արդեն տվյալների ենք շարժվում, էլի։ Այսինքն մենք տվյալներով տեսել ենք, որ բանը b-ն հավասար է 0,06, նեղություն ուղղակի 0,6։ Այս մեր տվյալների մատսպասումն էր, չէ՞։ Կոնկրետ ըստ էության 100 անգամ գցել ենք, 60 անգամ տեսել ենք, այս մեր 0,6-ն է։ Հիմա պետք է իրան գումարենք ինչ որ քանակ անդհատ ստանդարտ էրորներ, չէ՞։ Հիմա ստեղ այդ ինչ որ քանակ հատը մեր մոտ լինելու էր, կամ լավ եկեք շատ առաջ չգնամ։ Ստեղ նախ պետք է ստանդարտ էրորը հաշվենք, հետո հասկանանք, թե քանի հատ ստանդարտ էրոր ենք իրար գումարում, այդ կախված է լինելու է 95%-ից, թե ինչ ենք ուզում ստանանք։ Հիմա եթե 95% ենք ուզում ստանանք, ուրեմն այս պոչերը մնալու էր տակը 0,025 էր, այսինքն այստեղ այս արժեքը որ նայելու լինեի, պետք է 0,025-ի արժեքը ման գայի, այսինքն մեզ հետաքրքրելու z0,025-ի արժեքը, այդ մեր z value-ն։ Հիմա հակառակ կողմից ենք գալիս։ Բայց ստեղ էլ ունենում ենք 0,6 պլյուս մինուս z0025 անգամ ստանդարտ էրոր ունենք, չէ՞։ Հիմա այս ստանդարտ էրորը պետք է հաշվենք որպես 0,6 անգամ
0.4, 1 մինուս 0.6, բաժանած 100, անգամ սա պետք է հաշվեն։ Իսկ սա արդեն այնտեղ 0.025-ի փոխարեն այս դեպքում տալիս է արմատ 0.024։ Մի քիչ ուրիշ արժեք ստացվեց, որտեղ p-ն ուրիշ էր։ B-ն ուրիշ էր, տավես տառը ճիշտ պահելով։ Ահա։ Ուստեղ պետք է գանք բռնենք ու սա հաշվենք։ Այս 0.025 այսենց որ գրել եմ ստեղ, նեղություն 0.25։ Մենք ստեղ աղյուսակները կառուցված են որպես բան, չէ՞։ Մինչև ինչ-որ շեմ եղած բաների արժեք։ Հիմա ստեղ 0.025։ Հիմա այստեղ այս մեր արժեքը լինում է մեկի ստեղ այս պոչը պետք է լինի 0.025 հավանականություն, 2.5% շանս, ուրեմն սա պետք է լինի մեր 0.975-ը, չէ՞, որ իրան ավելացնենք 0.025, 1 ստացվի։ Այսինքն մեզ հետաքրքիր է մինչև 0.975 արժեք։ Մեզ ուղղակի պետք է 0.975-ը, էսա 0.975-ը, էս էլ 1.9 ու 0.6, 1.96։ Ուստեղ ունենում ենք 0.8 պլյուս մինուս 1.96 անգամ արմատ 0.024 ու տալիս է 0.504-ից 5.696։ Ուստեղ 0.5-ը այս սրանից դուրս ընկավ։ Այս տենց մի հատ է լավ նկատառում էր նրա, որ ասում ենք այս տվյալների դեպքում 95% տվյալներին գած է լինելու 0.504 ու 0.696-ի մեջ, այսինքն այն, որ ինքը իրականում լինի 0.5, մեր զրոյական հիփոթեզը, ինքը դեպքերի 5%-ից պակասում կա, կընկալենք իրան տեսնենք, եթե բախտի վրա թողենք։ Ու երկուսն էլ նույն եզրակացության են գալիս, էլի։ Այսինքն, եթե սկզբից 0.5-ի փոխարեն օրինակ վերցնենք 0.6, արդեն կհաստատեինք հիփոթեզը։ Եթե միջակայքից վերցնենք ընդհանրած։ Եթե այսինքն մենք մեր սկզբնական պատկերացումը լիներեն, որ բանը կոպեկ ղուշեր ինգնելու հավանականություն 0.6 է, սենց։ Ճիշտ հասկացա։ Այս դեպքում եթե սկզբնական հիփոթեզ 0.6 տվյալները ցույց են տվել, որ 60% դեպքերում աղուշ ընկնում, մենք ուղղակի ասենց որ հաշվարկով գնայինք, այս մեր p value-ն որ ստանայինք, այսինքն ունենք այսպես բանով բաշխում, ստացել ենք այս արժեքը, ինչքան հավանական է սա ահավոր հավանական կլիներ, 0.05-ից լավ բարձր կլիներ։ Բայց հիմա սա կնշանակեր, որ ոչ թե մենք հաստատեցինք, որ արժեքը 0.6 է, այլ մենք ձախողեցինք մերժել մեր սկզբնական հիփոթեզը, որ իրականում 0.6 հավանականություն ունի։ Բայց սա ապացույց չի նրա, որ 0.6 է ինքը իրականում, որովհետև 0.6-ի փոխարեն 0.59-ն էլ վերցնեի, էլի ձախողելու էի մերժել։ Բայց ջան, այս երկրորդ դեպքում, այսինքն մենք տվյալներն ունեինք, որ 0.6 էր, չէ՞, ինքը 60% էր բանը, ու ստացանք, որ այս տվյալների հիման վրա 95% հավանականությամբ միջին արժեքը ընկած է լինելու, վերջում այդ միջակայք ինչ էինք ստացել 0.54, մի քիչ կբարձրացնեք։ 504-ից 600 Այսինքն ստանում ենք, որ այս տվյալների հիման վրա միջին արժեքը իրա պետքա գա 0.54-ից 0 մինչև 60 քանից, չէ՞, միջակայքը։ Ու դրանից եկանք եզրակացության, որ քանի որ հիմնականում պետքա լիներ 0.5, ուրեմն դա մերժվում է։ Ուրեմն ինքը արդար չի։ Ճիշտ եմ հասկանում։ Հա, ավելի շուտ ընդհանուր իդեան ճիշտ է, ոնց որ ասում ենք, մենք այս էքսպերիմենտը եթե արդեն այս բանի լեզվով խոսանք, կոնֆիդենս ինտերվալների լեզվով խոսանք, այս էքսպերիմենտը որ կրկնելու լինեինք, դեպքերի 95%-ում մեր ստացած այդ բանը, մացպասումը, այսինքն այդ տոկոսը ղուշերի լինելու էր
50.4%-ից մինչև մոտավոր 70%։ Այդ ինտերվալի մեջ էր լինելու 95% դեպքերում։ Հիմա այն 5% դեպքերում էլ այս ինտերվալից դուրս էր լինելու։ Օրինակի համար 0.5-ը այս ինտերվալից դուրս է։ Այսինքն շատ քիչ տոկոսով 5%-ից քիչ դեպքերի մեջ էր լինելու, որ արժեքը օրինակ 0.5 լինի։ Հələ կարող է ոնց որ այստեղ այն 5% դեպքերում էքսպերիմենտ անենք հիմնականում ստե լինի։ Կարող է ավելի փոքր է իրական հավանականությունը, բայց միտքը նա որ այս մեզ հետարքրող արժեքը, այսինքն կոպեկի արդար լինելը ինքը բավական անհավանական է։ Ուղղակի էքսպերիմենտ կրկնելով 5%-ից քիչ է հավանականությունը, որ իրեն կվերարտադրենք։ Իսկ եթե 90% վերցնենք, այսինքն սխալանքը թույլ տայինք շատ, ոնց որ 90%-ն է մեզ հերիքում, էլի պետք չի 95-ը, այդ դեպքում կդառնար, որ մենք կարողա եւ չմերժեինք։ Այստեղ մի քիչ մեր լեզուն փոխվել է։ Մենք հիմա եթե այստեղ ասենք 90%, Հա, մենք ենթադրենք ուզում ենք ոչ թե 5% վստահ 95% վստահ լինենք, այլ 90%-ը մեզ բավարար է։ Այդ դեպքում ինչ է եզրահանգման կգայինք։ հա, 90% տվյալների բանով եթե նայելու լինեինք, Հա, մենք ստեղ 95-ով չէ դիտարկեցինք։ Ես ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Հա, հեսա 95։ Այստեղ 95%-ով էր, այսինքն մենք ասում ենք վերցնենք այն ինտերվալը, որտեղ որ 90%, 95%-ը դեպքերի ծածկում է։ Հիմա եթե գանք 90-ի, այստեղ մեր մոտ այս ինտերվալը նեղանալու է, չէ՞։ Որտեղ ավելի քիչ ճկունություն ենք տալիս, ավելի կոնկրետ, ավելի սեղմ կտորի հետ ենք գործանում, չէ՞։ Այն դեպքում մեր մոտ այսա դեռ էլ ավելի էր փոքրանալու, ստանալու ենք ասենք 0.55-ից 0.65 օրինակ։ Հա, նեղացնում ենք, լավ, ես սխալ պատկերացի, իսկ եթե 98 էինք տալի, մի քիչ ես ուզում եմ մեծացնենք, ուզում եմ տեսնեմ այդ դեպքում ինչ ենք դառնում, էլի։ Այ 98 եթե վերցնեինք, արդեն կարող է բան լիներ։ Կարող է 0.5-ը մեջ ընկներ, ու մենք ասենք դե 0.5-ը էլի կարող է տեսնենք sense բան։ Այսինքն ինչ որ աննորմալ, անսպասելի բան չի, որ պատահականության հաշվին sense բան ստացվի։ Չէ, օքեյ է, կարա 0.5 էլ ստացվի։ Արդեն ստեղ մեր մոտ բան կլիներ։ Ոչ ման չենք կարողանա ասենք, բայց սա էլ պետք է իրականում էկվիվալենտ լիներ, այս դեպքում էլ անենք հիփոթեզների թեստավորում p-value-ն վերցնելով 0.02, ոչ թե 0.05։ Հա, բայց այդ չգիտեք ինչ եմ ուզում հասկանամ, այդ 98% վստահությամբ, այսինքն այն 2%-ը մենք թողում ենք, որ կարա բաց թողում լինի, չէ՞, սենց ասեմ։ Այսինքն առաջի տեսակի սխալանքը մեր 2% որ լինի, դրա հետ օքեյ ենք, այսինքն 2% դեպքերում անմեղ մարդուն մեղադրելու հետ օքեյ ենք։ Հա, հասկացա, մերսի շատ։ Բայց մի բան հարցնեմ էլի։ Այդ դեպքում արդեն ըստ տրամաբանության չպետք է ավելի խիստ լինեն ու արդեն 0.5-ը դուրս լիներ այդ սահմանից։ Այսինքն եթե մեկ վերցնում եք 98% ճշգրտությամբ, այդ դեպքում 0.5-ը հաստատ պետք է մերժվեր։ Հա, մի վարքան։ Այսինքն եթե մի քիչ բաց թողի լինեք, օրինակ եթե 80% ճշգրտությամբ վերցնեք, 0.5-ը կարար ընկներ այդ սահմանի մեջ, բայց եթե ավելի ենք խստացնում պահանջը, այդ դեպքում չեմ հասկանում ոնց է 0.5-ն էլ մտնում դրա մեջ։ Հա, ոնց որ թե սխալ ասացի, գիտեք, մի վարքան։ Սկզբում ասում ենք 95%-անոց բան, confidence interval վերցնենք։ Հիմա ասում ենք, չգիտեք, ինչ եկեք 98%-անոց confidence interval վերցնենք։ Այս 98%-անոցի մեջ ինքը գալիս ընկնում էր։ Այստեղ ավելի շուտ գիտեք ինչին է գալիս, որ ոնց որ երբ որ այս բանը լայնացրեցինք, այս մեր ընդունելի ինտերվալը, ստացվեց, որ ոնց որ sense ասած, ասացինք չէ, ավելի շատ մարդ պետք, ավելի շատ ժյուրի պետք է ասի, որ մարդը մեղավոր է, որ իրան ընդունենք, որ ինքը մեղավոր է, այսինքն մենք այդ
մեղադրելու գործը դարձեցինք ավելի դժվար։ Երբ որ ավելի հավանական դարձեցինք ինտերվալի մեջ ընկնելը, ինտերվալի մեջ չընկնելը դարձավ ավելի փոքր հավանական։ Դրա համար կարող եմ նախ մինչև ստեղ օքեյ էր թե չէ, մեկ օր խնդրեմ ձեր մտքի վերջի կտորը մի հատ կկրկնեք, որտեղ ինչ որ զուգահեռ մտածում էի, ոնց որ մի բան բաց թողացի։ Որ ասում էր, եթե 98% վերցնենք, որ ավելի խստացնենք պահանջը, այսինքն 98% ճշգրտությամբ վերցնենք, այդ դեպքում 0.5-ը կընկնի արդեն դրա մեջ, բայց արդեն պայմանները ավելի են խստացնում, չպիտի արդեն 0.5-ը հաստատ դուրս գար այդ սահմանից։ Դուրս գար սահման, մենք ստեղ խստացնում ենք պայմանները բանի համար, էլի, մեղադրողի համար ենք խստացնում պայմանները, այսինքն այս դեպքում զորական հիպոթեզի համար կյանքը հեշտացնում ենք, որտեվ այլ ավելի մեծ ինտերվալի վրա ենք իրան նայում, այդ 0.5-ը դուրս գար պահով ինչի նկատի ունեք։ Այսինքն սխալ լիներ էլի 0.5-ը հերքեիք, մերժեինք։ Հա, բայց մերժենք, այսինքն եթե պահենք 0.05 value, դրա այդ ենթադրության տակ իրան մերժենք, ոնց որ գիտեք ինչն է բան անում, երևի շփոթացնում, որ այս դեպքում, այս 98-ով գալու դեպքում, մենք այդ 5-ին երբեք չենք էլ առնչվելու։ Մեր մոտ արդեն լինելու է մեր, ասենք, ստանդարտ 0.028 օրինակ, ու մենք իրան համատելու ենք 0.202-ի հետ։ Այստեղ զրաններ։ Թե կարող ինչ-որ մի բան ուրիշ ձև եմ հասկանում։ Լավ, ոչինչ, մերսի։ Չէ, եկեք բան, եկեք տեղը գցենք։ Ես մի առաջարկ անեմ, եկեք 90-ի դեպքում հաշվենք, այդ ինտերվալը ստանանք։ Կամ 98-ի դեպքում հաշվենք, ինտերվալը ստանանք։ Օրինակ, այս 95-ի դեպքում հաշվեցիք, ինտերվալ ստացաք, չէ՞։ Ու տեսակ, որ 0.5-ը դրա մեջ չի մտնում։ Հա։ Այն 50%-ը մեր ինտերվալ, որ նոր ինտերվալ ստացաք, չէ՞, ինչ ինտերվալ ստացաք, մի հատ թվեր է, էլի, տեսնենք։ Հա, այս է։ Ահա, տեսակ, ու սրա մեջ այդ 0.5-ը չմտավ, այդ ինչը որ մենք ենթադրում էինք։ Ու դրա մերժեցինք։ Օրինակ, եկեք 95-ի դեպքում չհաշվենք, 90-ի դեպքում կամ 98-ի մի հատ ուրիշ կտրուկ տարբերվող թվի դեպքում հաշվենք ու տեսնենք այդ 0.5-ը մտնում է թե չէ։ 98-ի կարան։ Իմ տրամաբանությամբ ոնց որ այդ 98-ի դեպքում արդեն 0.5-ը էլի չի մտնի, էլի այդ արանքի մեջ։ Հա։ Չգիտեմ, բաղա ես եմ սխալացնում։ Հա, մի վարքան, ես հասկացա ինձ թվում է թե ինչի չի հասկանում, ասում եք 0.5-ը դուրս լինի կամ չմտնի, նկատի ունեք այստեղ էս մեր կոպեկի 0.5-ը, չէ՞։ Հա, ես մտածում եմ ես 0.05-ի մասին եք ասում, ասում եմ, բայց սա չպետք է էլ մտներ, սա այդ ուղղակի այ հասկացա ինչի է սխալ։ Չէ, 0.05-ը պրոստը համեմատում ենք, չէ՞ մենք այդ 0.05-ի հետ։ Հա, հենց այդ է բանում, էլի, որ մենք պրոստը ինչ որ արժեքը նայում ենք մեծա թե փոքր է իրանից, դրա համար ինքը չպետք է ինչ որ բանի մեջ մտնի, չմտնի, այ հիմա ստեղ ընկավ, լավ։ Հա, շատ բարի։ Ու հա, առաջարկի հետ համաձայն եմ, եկեք բան անենք։ Նայենք մի քանի տարբեր արժեքի դեպքում։ Հենց կոնկրետ հստակ չենք հաշվի, բայց ինտերվալով ասենք, որ գանք, ունեինք 504-ից 696, այս մեր 95%-ի դեպքներ, ու այս սրա դեպքում մեր p-value-ն ստացվում էր ինչ թիվ էր 0.40022-ը երկու անգամ, եկեք գրենք 0.46 մոտավոր։ Այս մեր մի հատ դեպքներ։ Հիմա ու մենք համատում ենք սա 0.05-ի հետ, ուստեղի եկեք ուրիշ գույնով անեմ, ուստեղի ես եկեք այսպես հաստանենք, ստեղի ես 0.5-ը դրանից դուրս էր ընկնում։ Այս 0.46-ն էլ 0.05-ից փոքր էր լինում։ Հիմա եթե ստեղ գանք
ու 95% փոխարեն վերցնենք նայենք 90%, եկեք ուրիշ գույն, ճիշտ վերցնեմ, որ գծագրի մեջ չլինի մաջենտա։ Վերցնեմ հիմա 90%, սա համապատասխանելու էր, որ իմ այս շեմի p-value-ն լիներ օրինակի համար 0.8, այդ օրինակի համար 0.1, թե 0.05։ 90%-ի դեպքում իմ այս ինտերվալը գալու էր ավելի փոքրանար, չէ՞։ Այսինքն տվյալների 90%-ը ավելի քիչ հաստությամբ պետք է նայենք, որ 90%-ը մեջ ընկնի, 95%-ը ավելի շատ է, ավելի հեշտ է ընկնի։ Ուստեղ իմ այս p-value-ն լինելու էր նույն 0.46-ը, որտեղ իրան հաշվում էինք ուղղակի ինքը կապ չուներ մեր որոշ։ Ուստեղ այս ինտերվալի հետ եթե նայենք, այս 0.5-ը էլ ավելի այս ինտերվալից դուրս էր լինելու։ Այսինքն մենք էլի ասելու ենք այս 0.046-ը փոքր է 0.1, просто ջիգարով ավելի փոքր է այս դեպքում։ Հիմա երբ որ ինտերվալը մեծացնելու լինենք, հիմա նայենք ոչ թե 95%, այլ 98%։ Այդ դեպքում ոնց որ կարանք մեզ թույլ տանք ավելի մեծ ինտերվալ ստեղ գազարագույն։ Բայց ես մի հատ բան էլ խնդրեմ, էլի, այդ 90-ի դեպքում այդ confidence interval-ի այդ ծայրակետները կարանք հաշվենք։ Կարանք բանենք, բայց մոտավոր Ինչ է դառնում ինքը։ ինչ որ ինձ թվում է մոտավորապես եթե հաշվենք լինելու է, ասենք 0.5, 55-65 հոտ էլի։ Այսինքն 0.5-ը մեր չի մտնելու էլի այդ ինտերվալի մեջ։ Հա, ինքը միանշանակ փոքրանալու է, էլի, ստեղ այս մաջենտան է լինելու։ Բայց գույնը ուրիշ է։ Լավ, մեկ էլ ինձ օրինակ հետաքրքիր 98-ի դեպքում այդ ինտերվալը ինչ ենք ստանում։ 98-ի դեպքում էլ արդեն ինտերվալը գալու է օրինակ 0.5 գրիչը մեռավ 0.5 օրինակ 46-ից 0.74 օրինակ էլի սենց մի բան։ Ու կդառնա այդ 0.5 հիպոթեզը սկզբնական կընկնի դրա մեջ ու կենթադրի, որ չենք կարա մերժենք իրան։ Որտեվ այստեղ էլ մեր մոտ լինելու էր դե p-value-ն նույն 0.46 թու երկու տեղն է 0.46 եղավ, եկեք ստա դարձնեմ 44։ P-value-ն մեր նույն 0.46-ն է լինելու, բայց ուղղակի հիմա այս 0.46-ը համատելու է 0.02-ի հետ։ Սա է դրանից մեծ է լինելու։ Հա, վсё, հասկացա։ Ուստեղ էկվիվալենտ բանով գալիս ենք, էլի 0.5-ը ինտերվալից դուրս է, բան ենք անում, մերժում ենք։ Ներսնա չենք կարողանում մերժել։ Ուստեղ как раз մեծ է ստացվում, չի ստացվում մերժել։ Տնայինի մեջ կար մի հատ p-value-ի հետ կապված պնդումներ մերժել, շղթել, բայց սա ըստեյության սլայդերից վերցրած էր։ Եկեք մի հատ Python-ի առաջադրանք անենք, որ դրա հետ էլ մի քիչ վարժվենք, հատկապես որ արդեն ինչ որ գրադարաններից կոնկրետ ֆունկցիաներ որ չեմ ասում, դրանք ըստեյության Google-ել կամ բան, Claude-ին հարցնել բանի վրա է մնում։ Մի հատ ինչ որ օրինակ ուղղակի նայենք, էլի Python-ի կոդի։ Հա, ուստեղ ուզում ենք ոնց որ սիմուլացնենք, թե ինչ է լինում, երբ որ միանգամից մի քանի թեստ ենք աշխատացնում, այսինքն մարդկանց կոնֆետ ենք տալիս ու ստուգում ենք իրանց, ուզում ենք ամեն ձև ապացուցենք, որ մարդկանց կոնֆետ տալը լավ է, իրանց քաշի վրա ազդեցությունից բացի նայում ենք 1000 հատ ինչ որ ուրիշ տարբեր բաների վրա ազդեցություն, որ ինչ որ բան վերջը ստացվի իրոք լավ էր։ Եկեք նախ ոնց որ հիմա բռնենք ու 20 անգամ բան անենք, 20 հատ դատասետ սարքենք, այդ կնշանակի ոնց որ մի հատ դատասետ, որտեղ որ գրած է բան, քաշերը։ Մի հատ դատասետ, որտեղ գրած է արյան ճնշումները։ Մի հատ դատասետ, որտեղ գրած է, չգիտեմ, բան, տրամադրության վրա ազդեցություն։ Դից ինչ որ խառը լիքը դատասետեր սարքենք 20 հատ։ Ամեն մեկի մեջ 30 հատ բան արժեք ու թող բոլորը լինեն ոնց որ ուղղակի բան, ստանդարտ նորմալ շեղումից։ Ահա։ Դե այդ անելու համար ճիշտ ընտրենք MA, հա։ Ֆիքսում ենք մի հատ պատահական seed, անպայման ասում ենք 20 հատ թեստ ենք անելու, ամեն թեստում 30 մարդ է լինելու։
Հիմա մեզ պետք է ստեղ գալ վերցնել պատահական արժեքների զույգեր։ Այսքան ունենում ենք ոնց որ բան արժեքներ, երկեմ։ Ուղղակի ոնց որ սարքում ենք 0-1-ի արանքում 30 հատ պատահական արժեք ենք վերցնում np random normal։ Normal բաշխումից 0-1 պարամետրերով 30 հատ արժեք վերցրեցինք։ Ուստեղ մեզ պետք է մեկ էլ սա վերևում մնաց, սա չտեսանք։ Բայց մեր SciPy-ից, Scientific Python-ից ներմուծել ստատիստիկա բանը, գրադարանը։ Ուստեղ ոնց որ մենք աշխատացնում ենք 2 sample-անոց t-test, մի քիչ սա իրականում փոշմանում եմ, որ դիրքը այդքան էլ լավ չեմ ընտրել իրա, որովհետև պետք է բան թեստերի մի քիչ ուրիշ տարբերակներ հաջորդ լեկցիայի ընթացքում անցնենք։ Բայց եկեք ստեղ ուղղակի բարիշենք նրա վրա, որ բան ենք անում։ 2 հատ պատահական արժեքների, 2 հատ 30-30 հատանոց պատահական արժեքների խումբ ենք վերցնում ու ասում ենք t-test underscore բան ind independent-ից։ Ու սա մեզ կտա միանգամից մի հատ p value։ Ուրիշ արժեք է կտա, բայց մեզ p value-ն է հետաքրքիր։ Հիմա ուղղակի նայենք, թե այս p value-ներից քանիսն է, որ 0.05-ից փոքր է։ Այս կես ստացիան նայում ասում, եթե իրականում ոչ մի էֆեկտ չկա։ Սա էլ ուղղակի իրոք նորմալ բաշխումից գալիս են, սովորական ամեն ինչ օքեյ է։ Մենք ակնկալում ենք, որ պետք է ազդեցություն չլինի։ Եթե 20 անգամ այդ էքսպերիմենտը անեմ, քանի անգամ դեպքերում կտեսնեմ իրականում ինչ որ մի արդյունք։ Այս դեպքերում այս p value-ների բաշխումը որ նայենք ինչ է ստացվում, 0.06 մի դեպքում, 0.94, 0.51 եւ այլն, բայց այս դեպքում բոլորը զգալի փոքր եղան։ Ահա։ Բայց կարող է ստեղ ուրիշ թիվ դնեի տեղը։ Նայեք, c-ը փոխեցի, պատահական 500-ի փոխարեն 59-ը վերցրեցի, այսինքն ինչ որ ուրիշ պատահական արժեքներ վերցրեցինք։ Հոպ, այս դեպքում երկու դեպքում արդեն տեսանք 0.05-ից փոքր արժեք։ Բախտի բան է իրականում բավականին, էլի։ Մենք ակնկալենք իրականում ոնց որ եթե 0.05-ից փոքր ենք նայում 5% այս կողմ, այսինքն 20 անգամ աշխատացնում ենք, ակնկալենք մի անգամ տեսնենք, հիմա մի անգամ 0 անգամ տեսանք, մի անգամ 2 անգամ տեսանք։ Մի հատ ինչ որ ուրիշ արժեք վերցնեմ, այս դեպքում մի անգամ տեսանք։ Ոնց որ մենք կարանք ասենք, որ տեսականորեն կակնկալենք, եթե ամեն անգամ կոպեկը գցելուց հավանականությունը բան է, իսկն ամեն անգամ էքսպերիմենտ անելուց 95% հավանականությամբ ամեն ինչ նորմալ կգնա, 5% հավանականությամբ այդ էքստրեմալ բանը կտեսնենք։ Հիմա եթե ուզում ենք 20 անգամ անենք ու բան, ոչ մի անգամ չտեսնենք, արդեն քառակուսի ենք, չէ՞, բարձրացնում այդ 0.95-ը։ 10 անգամ անենք, 10 անգամն չտեսնենք, կստացվի 10 անգամ մեկ հանած գոնե մի անգամ տեսնել է ստացվում, 10 անգամ չտեսնելը այդ 0.95-ի 10 աստիճան է լինելու, ասում ենք 1-ից հանած 0.95-ի 10 աստիճան, այս դեպքում ուղղակի 20 աստիճան վերցնենք, այդ ինքը մի հատ ուղղակի թիվ է, որ կարանք իրան հաշվենք։ Բայց նաև եկեք որպես էքսպերիմենտ ուղղակի նայենք, տեսնենք, թե օրինակ այստեղ 3 անգամ աշխատացրեցի, 2 անգամ տեսանք արդյունքը։ Եկեք 1000 անգամ աշխատացնեմ, տեսնենք քանի անգամ ենք տեսնում։ Այսինքն ուղղակի այս սաղ պատմությունը 1000 անգամ նորից աշխատացնելու եմ ես։ Այստեղ գանք 1000 անգամ ցիկլ պատտվենք, այս նույն ծրագրի։ Ու արդեն սա որ աշխատացնենք, ստանալու ենք, որ տոկոսայինով լավ, չգիտեմ, խե այսքան շատ տանջվում, այդքան երկար հաշվարկ չի, թվում է զումը մի քիչ խեղճացնում է իրան էլի։ Բայց կարծես 1000 անգամ աշխատացնում եմ, ստուգում եմ քանի դեպք ալնում, որ գոնե մեկը 0.05-ից մեծ լինի։ Ու իրան կհամատենք այս մեր 1-ից հանած 0.95-ի 20 աստիճան արժեքի հետ, տեսնենք 1000 անգամ կրկնելով
ինչքանով մոտարկեցինք այս տեսական արդյունքը 0.622 եղավ, այսինքն 62% դեպքերում 20 անգամ թեստը կրկնելով գոնե մի անգամ ստացանք տենց բան ազդեցիկ արդյունք, բայց իրականում տակաուշման չկա, էլի, все-таки պատահականությունը։ Տեսական պատասխանը մեր 0.6415-ն էր, բավականին մոտիկ են մեղան իրար։ Ու հա, սա նշանակում է, որ եթե ընդհանրապես ոչ մի տեսական արդյունք չունենք, ոչ մի հետաքրքիր բան չկա, կարանք ուղղակի միանգամից մի քանի տարբեր բան չափենք, ինձ բախներս կբերի կկարանանք կեղծ հայտնագործություն անել։ Այստեղ հա մոռացա այս բանը ասեմ, կան այդ Բոնֆերոնի ու Բենջամին Հոխբերգի ճշգրտումների մոտեցումները, 20 անգամ ես աշխատացնում թեստը, դե 0.05-ի հետ մի համեմատի, ասենք 0.05 բաժանած 20-ի հետ։ Այսինքն դժվարացնենք ամեն մեկի գործը, էլի, որ չկարանաս անվճար ստանաս հավելյալ հնարավոր շանսեր բան անելու, կեղծ արդյունք ստանալու։ Ստացվի ուզում ես ավել էքսպերիմենտ անես, ուրեմն բարի եղի ավելի խիստ պայմաններով արա։ Այդ Բոնֆերոնին էր։ Տնայինում մեկ էլ կար բան, այս permutation տեստերը, որ պատահականորեն ուղղակի ասում ենք դե խմբերին իրար մեջ փոխենք, եթե խմբերի մեջ տարբերություն չկա, ուրիշ զեմ բաժանենք թիմերի։ Այդ դրա Python-ով կոդի էքսպերիմենտը կար, այդ ինձ թվում է շատ էֆեկտիվ չի հիմա նայենք, բայց ես հիմա սկսել եմ ամեն ինչի լուծումները հավաքել հենց այս բանի կայքի մեջ, որ հիմա գաք ամեն ինչի վրա կտեսնեք sense solutions ինքը բացի, մինչև այդ ինչ որ բաների լուծումներ կամ չկար, կամ ուղղակի մեր դասին արածներ, կամ էլ բաներ, առանձին PDF-ով էր։ Հիմա ոնց որ փորձում եմ ամեն ինչ բերել միտեղ, ինչ որ բաներ դեռ չեմ արել, ինչ որ բաներ կարողա բաց թողած լինեմ, բայց ապագայի համար իմացեք, որ պլանավորում եմ որ ամեն ինչ միանգամից կայքում հասանելի լինի, էլի։ Ու նախորդների համար էլ կարաք եթե ուզում եք գաք արդեն հավանաբար ավելի հարմար ձևով տեսնեք։